Խոսում ենք, մենք զիջեցինք, իրանք զիջեցինք, փոխզիջում եղավ, վերջի ադրբեջանական երկու կետերը իրենց պարտադրանքի արդյունքում զիջեցինք։ Ինչ տեղի ունեցավ։ Մենք փորձեցինք 3 ժամ շարունակ Արադ Միրզոյանից գոնե մի զիջում Ադրբեջանի կողմից հիշատակի, որ ինքը հիշատակի, ասա այս հարցն Ադրբեջանն է զիջել։ Դա համար ստեղ խորհրդանում դուք որ պահանջում եք հրաժարվել Արցախից, չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով ասած ֆաշիստ, արտահանձնել Ադրբեջանին հենց թեկուզ մեկը ինձ կոչելով ռևանշիստ, մեկը դրանից խաղաղությունը չի մոտենում, եւ հիմա ստեղ օգտվելով հարցից իրավունքից ուղղակի ասում եմ նշեք գոնե մի կետ, որը Ադրբեջանը փոխզիջել է մեր բազմաթիվ զիջումներին ի պատասխան։ Ես ուրեմն անվտանգության խորհրդի նիստում, ընդլայնված կազմով նիստում, մանրամասն հանդես եմ եկել հիմնավորումներով, թե ինչու է ճիշտ կայացնել այդ որոշումը։ Ես նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելու։ Նույն հիմնավորումները կարող եմ ունենալ նաև ձեր խմբակցության հետ հանդիպման ընթացքում, եթե դուք այդ հիմնավորումները լսելու ցանկություն ունեք։ Իհարկե, դուք կարող եք շարժումը շարունակողներն էլ արտահանձնել, եւ ձեր կուսակիցներից մեկը ասել շատ ուրախ կլինենք։ Անկասկած դուք ավելի կգերադասեք, որ ստեղ ադրբեջանցիներն նստեն արևմտյան, քան թե մենք։ Ամեն դեպքում հարցից դուք էլ չպատասխանեցիք։ Գոնե մի զիջում, որ Ադրբեջանն արել է։ Հիմա ասեմ կարճ։ Իսկ եթե կարճ են թոքի պատմությունը պատմել եմ, նորից չպատմեմ։